Ձայնագրությունների իսկությունը ապացուցվում է նաև այն օպերատիվ հետախուզական միջոցառումներով, որոնք իրականացել են եւ որոնք դատարանները ընդունում են հիմք, օրինակ միջդատական վարույթում կալանք տալու եւ վերջում դատական ակտ կայացնելու համար։ Դրանք պարզապես ձայնագրություններ չեն։ Դրա համար նախնական լինում է դատական սանկցիա, դատական սանկցիայի արդյունքում տեղի է ունենում այդ օպերատիվ հետախուզական միջոցառումը եւ միայն ձայնագրությունը չի, նաև այլ արտաքին դիտում, որի մասին մենք այս պահին չգիտենք եւ երբ որ դատարան կգնա գործ այդ ժամանակ ամեն ինչը կհանրայնացվի, որտեղ նախաքննական գաղտնիք է, նյութեր, այլ ապացույցներ, ցուցմունքներ եւ այլն, դա մի ամբողջությամբ մեջ է պետք նայել։ Իսկ ինչ վերաբերում է ծիծաղելի հակադարձումներին, շատ ծիծաղելի, գիտեք, արհեստական բանականություն չէ, բայց արհեստական բանականության բացակայություն կարող է լինել կամ ընդհանրապես բանականության բացակայություն նման բան ասողների մոտ, որովհետև նորից եմ կրկնում, երբ որ ամեն ինչ համադրում ես, քո մոտ մի գրամ կասկած իսկ չի ծագում, որ այդ ամեն ինչը հենց այդպես է եղել եւ իրենք նաեւ ընդունել են, որ այո, դա իմ ձայնն է, այո, այդ խոսակցությունը եղել է, այդ Գալստանյանի փաստաբանն ասաց, որ ձայնագրությունների մեջ եղել է Գալստանյանի ձայնը եւ այդ պարագայում իսկ ինչի օրինակ չգիտեմ, դա անցյալ տարի չարվեց, իսկ ինչի ուրիշ մարդկանց օրինակ ձայն չի, եկեք Սերժ Սարգսյանի ձայնը մոնտաժեինք դնեինք արհեստական բանականությամբ կամ Ռոբերտ Քոչարյանի կամ չգիտեմ նույն Սամվել Կարապետյանի, հա? Ինչի չենք արել այտենց մի ինչ որ նախկին հոգեվորականի ձայն ենք արել։ Նախագահների ազատազրկումը պահել եք ընտրություններին ավելի։ Չէ, հարգելի Նարեկ, մենք ոչինչ չենք պահել կամ ոչինչ չենք փոխել այդ նախաքննական ապացույցների մեջ, դրանք իրական ապացույցներ են, որը երբ որ բաց դատաքննությունը կլինի, նաև հանրությունը կարող է ամբողջությամբ ծանոթանալ։